Սերներ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խաղաղություն թող լինի ձեզ բոլորիդ հետ։ Սրտից մեջ կա կիսվելու այն երազից, որ տեսել եմ ամսի 3-ին։ Ինձ է դա վերաբերվում, ինձ է դա ուղղված, ուղղակի սրտից մեջ կա կիսվելու, միգուցե ինչ-որ մեկը կուզենամ, որ բոլորդ քննեք սրա մասին, ու եթե ինչ-որ մի բանով ձեզ կօգնի, ու մի բան ձեզ օգտակար կլինի, կարող եք նաև ինքներդ վերցնել սրանից ինչ-որ մի բան, որը ձեզ կմոտիկացնի Հիսուս Քրիստոսին, մեր Աստծուն։ Ես դրա համար միայն ուրախ կլինեմ ու փառք եմ տալի Հիսուսին։ Իսկ մնացածիդ կուզենամ, եթե կա ցանկություն լսելու, լսեք։ Ամսի 3-ին մի քանի օր առաջ տեսնում եմ Հիսուս Քրիստոսին, ոնց եք ամբողջ օրը обычный воскресный день, որ կիրակնորյա ծառայություններին եթում եք շաբաթօրյա կամ կիրակնորյա ծառայություններին, որ եթում եք ծառայության եկեղեցում ծառայում եք, այնտեղ քարոզիչը կամ խոսողը դուրս է գալի բեմ, կաֆեդրա ու քարոզում է, մնացածը նստած են իրանց կամիկաների վրա ու լսում են։ Այտենց տիպիչնի տեսարան է, բայց բեմի վրա ոչ թե քարոզիչն, այլ Հիսուս Քրիստոսն է նստած։ Եվ շատ մեծ քանակության մարդիկ կան, շատ մեծ քանակության։ Ես թիվը չգիտեմ, բայց քանակությունը մեծ է։ Եվ տեսնում եմ ամեն մեկը sense ձեռքա բարձրացնում է կանգնում է ոտքերի վրա ու ասում է իրա կարիքը։ Ես բժշկության, ինչ բժշկության կարիք ունեմ, Տերը այդ կարիքը հոգում, այսինքն բժշկում է։ Մյուսը ձեռքը բարձրացնում է, ասում է ես ազատագրության կարիք ունեմ, Տերը ազատագրում է։ Ասում է մեկը իմ երեխու հետ կապված, այն մեկը իմ այսինչ բարեկամիս հետ կապված, Տերը այդ կարիքը այդ իրանց կարիքը պատասխանում այդ իրանց կարիքին տալով բժշկություն կամ ազատագրություն։ Մյուսը բարձրանում է ու շատի լսում եմ, մյուսը բարձրանում է ընտանիքի հետ կապված խնդիրներ ունեն, մոտենում է Տիրոջը, Տերը այդ հարցին պատասխանում է, այդ կարիքը հոգում է։ Մյուսը բարձրանում է ֆինանսական հարցերի կարիք ունեմ, Տերը այդ կարիքը հոգում է։ Բոլորը վասնավնոյ մարդիկ բարձրանում են ու իրանց կարիքների մասին են խոսում Տիրոջ հետ։ Ես այդ ժամանակ արդեն վերջից գալիս եմ դեպի առաջ, որ նստեմ այդտեղ ոնց որ բոլորն են նստած, ես էլ նստեմ իրանց կողքին։ Ու տեսնում եմ Հիսուս Քրիստոսի դեմքը, ոչ թե ինքը չի ուզում պատասխանի իր ժողովրդի կարիքները կամ հոգսերը, այլ տեսնում եմ մի տրտմություն Տիրոջ երեսին, մի տխրություն Տիրոջ երեսին, որ ինչ որ մի ավելի շատ բանի է սպասում, բայց դա չի ստանում հակառակ պատասխան։ Բայց դեռ չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Բայց ես տեսնում եմ Հիսուս Քրիստոսի երեսը, տեսնում եմ նրա դեմքի արտահայտությունը, որ նա տրտմած է մի բանից, որ ոչ թե որ օգնում է իր ժողովրդին դրանից, որ ինչ որ մեկը ինչ որ մի բանի մեջ իրեն Տերը ավելի շատ մի ուրիշ բանի է սպասում, բայց իր ժողովուրդը դա չի ձգտում դրան։ Եկամ նստամ ոնց որ բոլորը։ Եվ այդ նստած ժամանակ անցավ մի քանի րոպեներ, ես ինքս վեր կացամ ոտքերիս վրա ու իմ մտքի մեջ սկսամ խորհել, ասի մի վարքյան ասի Տեր, բայց ինչն է ինձ խանգարում, որ մոտենամ ու գրկեմ իմ Տիրոջը, մոտենամ ու փառվեմ իմ Քրիստոս Հիսուսին, գրկեմ ամուր իմ Տիրոջը։ Ես իմ մտքի մեջ եմ դա խոսում, դա ոչ մեկին չեմ ասում։ Ես իմ մտքի մեջ խոսում եմ, վեր կացամ, ոտքերիս վրա կանգնեցին ու ես իմ մտքի մեջ խոսում եմ, մի վարքյան ասում եմ։ Ես ինչի չպետք է մոտիկանամ ու հենց հիմա գրկեմ իմ Տիրոջը։ Մի հատ փաթաթվեմ իմ Տիրոջը։ Ու ես իմ մտքի մեջ քննելու ընթացքում, մտածելու ընթացքում Հիսուս Քրիստոսը պատասխանում է իմ մտածած մտքին, որ ես մտածում եմ այդ րոպեին։ Ու Տեր ինձ ասում է. «Не поступи, как поступает большинство»։ Մի վարվի այնպես, ինչպես վարվում են մեծամասնությունը, ինչպես վարվում է մեծամասնությունը։ Եվ նա ինձ ասում է մի գրային համար, Հակոբոս 4:8։ Գրված է հետևյալ խոսքերը. մոտեցեք Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ։ Սրբեցեք ձեր ձեռքերը, ով մեղավորներ, եւ ձեր սրտերը մաքրեցեք, ով երկմիտներ։ Բայց ավելի դիպուկ խոսքը, որ իմ սրտի մեջ Սուրբ Հոգով ավելի սենց գրգռվում էր նրա կրակով, բորբոքվում էր նրա կրակով, մոտեցեք Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ։ Ամենացնցողը նա էր, որ Տիրոջ երեսի տրտմությունը ոչ թե նրանից էր, որ պատասխանում էր հոգսեր իր ժողովրդի, այլ որ այդ հոգսերի պատասխանով
մենք մեզ բավարարված էինք զգում։ Ոչ թե Հիսուս Քրիստոսն էր դարձել մեր փափագը, ոչ թե Հիսուս Քրիստոսն է մեր բաժինը, մեր ծարավը, մեր ցանկությունը, մեր ձգտումը, մեր փափագը, որ գրկենք Տիրոջը, այլ մեր ցանկությունը բավարարվում ենք ուղղակի այն խնդրանքով, որ նա մեզ պատասխանում էր։ Ու Տերը դրանից տրտմել էր։ Ու ես հասկացամ, որ մենք դրա համար չենք ստեղծված։ Մենք ստեղծված ենք մտերիմ լինելու Հիսուսի հետ։ Մենք ստեղծված ենք մոտենալու ու գրկելու նրան։ Հովհաննես առաքյալը թույլ էր տալ իրան մոտենալ ու գրկել Հիսուս Քրիստոսին։ Ու ես հասկացամ, որ Տերը դրանից էր տրտմել, որ իր ժողովուրդը բավարարվում է միայն ինչ-որ մի բանով խնդրելով, այլ ոչ թե իր հետ ժամանակ անցկացնելով։ Իմ սիրելի աղբեր ու իմ սիրելի քույր, եթե դու բավարարվում ես միայն այն բանով, որ դու խնդրում ես ու ստանում ես քո խնդրվածքը, ու դա քեզ բավարարում է, դու երբեք չես ունենա փափագ Հիսուս Քրիստոսի անձի նկատմամբ։ Դու չես ծառավի նրա անձի համար։ Դու ծառավություն չես ունենա նրան մոտենալու։ Շատ անգամ մենք լսում ենք հետևյալ խոսքեր, ասում է. ես ոնց եմ ուզում լինեմ Հիսուսի հետ։ Այ Տեր, ոնց եմ ուզում լինեմ քո հետ։ Բայց Տերն ասում է մոտեցեք։ Ես կարամ գեղեցիկ ասեմ ուզում եմ լինեմ Հիսուսի հետ, բայց ես չմոտենամ նրան։ Դրանք տարբեր բաներ են։ Սուրբ Գիրքն ասում է մոտեցիր Աստծուն, եւ նա կմոտենա քեզ։ Այդ մոտեցումից է, որ մենք սրբվում ենք, որ մենք սրբում ենք մեր ձեռքերը մեղավոր կյանքից հեռանալով։ Այդ մոտեցումից է, որ մեր սրտի թերահավատություններն ու կասկածանքները, կռապաշտությունները կարողում ենք հեռացնել։ Աստծուն մոտենալով է, նրան փարվելով է, որ մենք ուժ ունենք նրա շնորհքով եւ զորություն հակառակվելու աշխարհին ու իր ցանկություններին, չսիրելու աշխարհը ու իր մեջ եղած ցանկությունները։ Հիսուսը մենք տեսնում ենք Ծննդոցի 3-ի 8-ում, որ ասում է հով ժամանակին, զով ժամանակին մոտեցավ, գալիս էր ինչի համար։ Ադամի եւ այդ շփման։ Եթե դու բավարարվում ես ու դու ուղակի քեզ բավարարում է խնդրվածը, որ դու խնդրում ես, ու այդ խնդրվածը պատասխանվում է ու դա դրանով բավարարված ես զգում, դու երբեք փափակ չես ունենա Հիսուսի անձի նկատմամբ, ով ծարավ է, Հայտության գրքի 22:17-ում ասում, թող գա ու խմի, ով ծարավն ունի Քրիստոսի։ Եթե դու ծարավ ես Հիսուսի, մոտեցի ու խմի։ Մոտեցեք Աստծուն, աղոթքով, Սուրբ գրքով, փառաբանությունով, երկրպագությունով, մոտեցեք Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ։ Փարվեք Քրիստոսին։ Թույլ տվեք, որ փարվեք նրան։ Սիրեք նրան ձեր ամեն ինչից վեր, ամեն բանից առավել։ Սրբվեք նրանով, սրբվեք նրա սրբության ներկայությունով, լցվեք նրանով։ Ես աղոթում եմ, որտեվ մի վարվեք ինչպես մեծամասնությունը։ Օրինակ Մատթեոս 7:13-14-ը որ կարդաս, ասում է նեղ դռնով մտեք, որտեվ ինչքան լայն է ճանապարհը, տանում է կորուստ։ Այսինքն շատերն են եթում, մարդկանց շատությունը, մեծամասնությունը չի որոշում ճիշտն ու սխալը։ Խնդրում եմ ձեզ, մոտեցեք Տիրոջը, եւ նա կմոտենա ձեզ։ Օրհնյալ լինի նրա սուրբ անունը։ Մնացեք խաղաղությամբ։ Տերը զորացնի ձեզ ու փափագը ձեր թող արթնանա Սուրբ Հոգով, Քրիստոսի ծարավը թող ձեր մեջ ավելի Սուրբ Հոգով բռնկվի, ծարավ ունենաք Հիսուսին սիրելու, մոտենալու, փարվելու նրան։